Ամենատագնապալի բացահայտումներից մեկը նանոպլաստիկի հնարավոր ազդեցությունն է մարդու ուղեղի վրա։ Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ նանոպլաստիկը կարող է ներթափանցել արյան մեջ և հաղթահարել արյունաուղեղային պատնեշը, որը նախատեսված է մեր կենսական օրգանները և բջիջների մասնիկները պաշտպանելու համար։ Այստեղ մենք մտնում ենք բոլորովին նոր տարածք։ Ավելի մտահոգիչ է, որ պլաստիկի մասնիկներ են հայտնաբերվել ընկերքում, ինչը նշանակում է, որ ազդեցությունը սկսվում է դեռևս ծնվելուց առաջ։ Մարդկության պատմության մեջ առաջին անգամ մենք սինթետիկ աղտոտիչ ենք փոխանցում հաջորդ սերնդին դեռևս մեր երեխաների առաջին շունչը քաշելուց առաջ։ Սակայն նանոպլաստիկը կանգ չի առնում մեր վրա։ Այն ներթափանցում է մեր էկոհամակարգ։ Ձուկը կլանում է պլանկտոնը, թռչունները ձկներին, և ի վերջո նրանց կլանում ենք մենք։ Պլաստիկը ազդում է հողերի վիճակի վրա, խոչընդոտում է բույսերի աճին, քայքայում է միկրոկենսաբանական համակարգերը, որոնցից կախված է գյուղատնտեսությունը։ Սա մոլորակային սպառնալիք է ամենաբարձր մակարդակի, ես համոզված եմ դրանում։